Մեսրոպ Մանուկյան։ Ու մինչ այդ կխնդրեմ նաև որպեսզի քարտուղարությունը ինձ փոխանցի Ուժեղ Հայաստան խմբակցության ելույթ ունեցողների ցանկը, այստեղ 5 հոգի կա գրանցված, պետքա 3 լինի։ Խնդրեմ։ Լավ եղավ, որ պարոն Գաբրելյանը դուրս եկավ, որովհետև ներողություն պետք է խնդրեի իմ ելույթը ոնց որ ասած Տիկին Երեմյանը ստիպեց որ այլ ֆորմատով անա եւ Տիկին Բաղդասարյան շատ եմ խնդրում մնացեք, որովհետև դուք ինձ ուրախացնում եք անկեղծ էլի ու ձեր օգնության կարիքն էլ ես զգում եմ։ Հիմի կանդրադառնամ հերթով։ Տիկին Երեմյանը որ ասում է գյուղից մարդ կա, Տիկին Երեմյան, ձեր գյուղի բարձրագույն իշխանությունից մարդ կա։ Երևան քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ եմ եղել։ Այդ որ խոսած կրթությունից սկսենք հանրակրթությունից։ Օրինակ Երևան քաղաքում ժողովուրդ վերջի 4 տարին հատուկ ԿՊ-ական գործընկերների համար եմ ասում։ Բյուջեով բերում են, ներկայացնում են մոտարապես 15 հատ մանկապարտեզ, Տիկին Մանավազյան։ Ուրեմն 4 տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է կրկնվում։ Ամեն տարի բյուջեից փողը պլանավորվում է, դուրս է գալիս թե չէ, չի երևում, այդ մանկապարտեզները մնում են տեղը ու չեն սարքվում։ Տիգրան Ավինյանի վերջի այս բանի ժամանակ ասի պարոն Ավինյան, ամոթ է, ասի քո փլավի վրա աղ լսել չի լում, խայտարակ եմ եղել։ Այդ մարդկանց ներկայացնում եմ, հաստատում եք չեք սարքում այդ մանկապարտեզը, ասեց այս տարի սարքելու ենք, այս տարի չենք խափի։ Ելույթները բոլորը կան, ժողովուրդ։ Խոսում էր մանկապարտեզներից։ Թիվ 1 մանկապարտեզը Կորյունի մոտի խորհուրդ կտա մի հատ գնացեք։ Որոշել են սարքեն, սկզբից փող են դուրս գրել, փող դուրս գրելուց հետո մի քիչ ինչ-որ մի բան են արել, հետո քանդել են, հիմի գնում նայում ես անապատ, չկա, տեղը լրիվ անապատ է։ Լրիվ անապատ է։ Հարևաններն ինձի խնդրել են, ասում են բարձրաձայնի գոռը հանգարց թե էլիտար շենք չսարքեն։ Հայ-ֆրանսիական մանկապարտեզը Բանգլադեշի ամեկ թաղամասի դառել է թմրամիջոցներ վաճառողների կենտրոն, Տիկին Երեմյան։ Հələ մի հատ գնացեք թիվ 39 մանկապարտեզը նայեք, պատվալները կոյուղին գնում է, այդ պայմաններով մեր երեխեք ընդեղ են գնում։ Մասիվի Թաղապետարանի հետևը, Վերածնունդի այգու հետևը 101 ու 102 մանկապարտեզը, առաստաղը սենց ծակված էր, սիլիկոնով տնօրեն իր փողը դրել էր անում էր։ Գնացի ասի իմ անձնական միջոցներից սարքեմ, ասին չսարքեց, չթողեցին։ Շարունակությունը գամ, դպրոցներից եք խոսում, 179 դպրոց է։ Հարավ-արևմտյան A3 թաղամասում Մալաթիա Սեբաստիանում։ Կոյուղին պատվալներում լցված է, իմ դպրոցն է եղել, 100 անգամ կռիվ եմ արել, ինչա՞ թե դպրոցում, ես եմ սովորել, կախվավ քաղաքային իշխանությունն է դպրոցի համար ոչ մի բան չարեց։ Հաջորդը խոսում եք, այդ ձեր բոցաշունչ տոնով, որ եթե գնանք այդ մանկապարտեզները ձեր վերանորոգած կանգնենք գոռանք, ծեփոնները կթափվի մեր գլխին։ Այդքան անորակ են սարքել։ Խայտարակություն է։ Խոսեցիք թե Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին քանի դպրոց է կառուցել, լուսաբանեմ ձեզ, Տիկին Երեմյան, 98-ից 2008 թվականը 150 նոր դպրոց, հիմնանորոգվել է 120 դպրոց, ի տարբերություն ձերոնց, որ Երևանում մի հատ մանկապարտեզը 8 տարի վերանորոգում են չեն պրծնում, ու ցույց տամ նմանների 10 հատ, մտեք իմ TikTok էջը, սաղ նայեք ձերից ձեր։ Հաջորդ ընթացիկ, որ նորոգվել է մոտ 190, դե խոսում եք լրիվ խոսացեք։ 195 մանկապարտեզը ու պրիտոմ մեր զոհված հերոսի մայրն է տեղել տնօրեն։ Գնում նայում ես տպավորությունը ոնց որ հենց նոր պատերազմը Գազայում Իսրայելը հարձակվել է Գազայի վրա։ Այնպես փոխսերա, այնպես խրամատներա, վիդեոները մտեք իմ էջում նայեք, դա խոսելով չի։ Դա խոսելով չի։ Տիկին Բաղդասարյան, շնորհակալություն։ Հիշում եք, որ ասում էի, ինձ մնացել է 2.5 քեյս իմ հետ կապված։ Մեկն էլ դուք ասեցիք, մնաց 1.5-ը, որ ինձ թիրախավոր եք, ժողովուրդ։ Այն մի կեսը ով որ գտավ խոստանում Ներեք պարոն Մանուկյան, Տիկին Ղազարյան, Տիկին Թագուհի Ղազարյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Ուրեմն այն կեսը ով գտավ, իմ աշխատավարձին պատիվ եմ տալու։ Շատ դժվար է գտնելը։ Բայց հիմի ասեմ ձեզ, Տիկին Բաղդասարյան, անկեղծ ապօրինի գույքով որ դուք ասում եք, 3 կտոր կա, 3 կտոր որ կա, հորս արև չեմ կարող ապացուցեմ։ Առաջինը 78 թվականի հորս ստացած տունն է, կոմունիստերի ժամանակվա։ Դուք համարել եք, որ դա ապօրինի է։ Հա, իմիջիալոց կներեք, ասեմ, դատախազությունը միջնորդել է, այդ գործը կասեցվել է։ Այդ գործը կասեցվել է։ Մյուս կտորը, որ իրոք չեմ կարողանա ապացուցել, իջել է 91 թի, հա, մեր տունը ոչ մի հատ պետական պաշտոնյա չի եղել, ոչ մի հատ։ Վերջի պետական տենդերը 2001 թվականին է եղել։ Ինչի համար եմ ձեզ շնորհակալություն հայտնում։ Դուք Շիրակի մարզից եք, ես էլ ընդեղի թոռ եմ։ Մի հատ հարցրեք իմ ընտանիքի անցած կենսագրությունը, բայց հետ գա մտեղ էլի։ Մյուս խնդիրը, որ իրոք չեմ կարող ապացուցել, դատախազության տրամաբանությամբ 91 թվականին մենք կարող էինք ունենալ 48 դրամ։ Ես ապագայի փող 91 թվականի ոնց եմ ապացուցելու, որ ռուբլիերը տեղի ես։ Դա չեմ կարող ապացուցեմ։
Երրորդն ասեմ, ինչը չեմ կարող ապացուցել։ Երրորդն է նա, որ իմ տունը, որ առել եմ Տիկին Բաղդասարյան, համ տունն են ապօրինի դիտարկի, համ վարկը։ Վարկով, վարկ վերցրել, տուն առնել։ Այս մարդիկ ասում են, համ տունը տա ապօրինի, համ վարկը։ Հիմա ես գժանոց ոնց ապացույց չեմ կարող, այդքանը չեմ կարող։ Մնացածը, բայց կատակն արեցի Տիկին Բաղդասարյան, անկեղծ եմ ասում, հիմի հեկի ինչ օգուտ է տվել։ Ու նաև խնդրում եմ ձեզ, հենց գնաք Շիրակի մարզ, 2 օր առաջ ինձ ասեք, ձեռս կրակլնի կգցեմ, ձեր հետ կգամ ուղիղ եթերով, մի պայման ունեմ։ Այդ ամբողջը, որ ասում եք ապացուցի, խնդրում եմ, մի պայման իմ հետևն ուղիղ եթերով ենք անում, իմ ավտոն, ձեր ավտոն կնստենք, ես կաշկանդված չեմ։ Տենց կդնենք կամերան, իրար հետ խոսելով կգնանք ամբողջությամբ։ Հատիկ հառադիկ, ամբողջ այդ քեյսը այնքան ծաղրելու է, ու դա լավագույն օրինակն է, սպասում եմ, որ այդ ապօրինի գույքից խոսային, որ մտնեի դրա մեջ, ապացուցեի, որ ապօրինի գույքը դա մահակ է քաղաքացու գլխին։ Իսկին ով ընդդիմադիր է, իր գլխին բերում կախում եք։ Իսկին տրամաբանությունից դուրս է, նաև այս նոր որոշումը ՍԴ-ի որ կա, ընդհանրապես պետք է փակվեր, չի փակվում։ Բայց ինչ որ է, ինչ օգուտ է տվել այդ գործարքի արդյունքում։ Նախ Տիկին Բաղդասարյան, այդ ջրանցքը մերը չի։ Լուսավորեմ ձեզ։ Երկրորդը ասեմ, ապօրինի գույքով գործը որ գնում է, պարզվում է հեկը ապօրինի չի եղել։ Հեկի վրա ծախսած ոչ մի գումար դատախազությունն ապօրինի չի դիտարկել։ Գիտեք ինչի համար։ Որովհետև ամբողջը վարկ է եղել։ Ու 2005 թվականից մինչև առաջի վարկը, որ մենք պրծել ենք, եղել է այս տարվա հունիս ամիսը, ժողովուրդ։ 20 քանի տարի մենք վարկ ենք մուծել, որովհետև խնդիրներ ենք ունեցել, մյուսն ենք եղել, ու պետությունը մեր կողքը չի եղել այդ ժամանակ, դա էլ ձեզ ասեմ։ Այդ օրինակներն են, բոլորն իրար հետ նստենք խոսենք, ես այնքան տես կոմունիկաբիլնի եմ, այնքան շփվող եմ, չեք կարող պատկերացնել։ Նաև լավ հաց եմ սարքում։ Իմ ձեռով եք սարքեմ էլի, բայց հիմա շարունակեմ։ Հեկը բարձվում է օրինական ա եղել։ Հեկի վրա ծախսած ոչ մի գումար ապօրինի չի եղել։ Հիմա այդ ջրանցքի արդյունքում պետությունը ինչ է շահել։ Ես ինչ եմ շահել իմ ընտանիքը ու Գյուղացին ինչ է շարել Շիրակի մարզը։ Առաջինը Շիրակի մարզում ստեղծվել է 48 նոր աշխատատեղ, ժողովուրդ։ Հեկը սարքվել է, չի գնվել, ձեռք չի բերվել, շատ ծանր պայմաններում պրիտոմ։ Հաջորդը Տիկին Բաղդասարյան, այդ ջրանցքով ըստ կառավարության տեղեկանքի եղել է 50% կորուստ։ Կներեք, էլի պարոն Գաբրելյան, ձեր ելույթը առանձին ձեզ առանձին կասեմ ինչ էի ասելու։ Հիմա շարունակեմ, քանի որ ես ամբիոնից եղել, ես ամբիոնից շարունակում եմ, էլի։ Ուրեմն տեղեկանքը տվել են, որ 50% ջրի կորուստ է եղել։ Այսինքն 20 միլիոն խոհանարդ մետր ջուր կորել է, 10 միլիոնը թոկորել։ Երբ որ մենք ենք կառավարում, կորուստը 0 է, 0։ Առաջինը պետությունը 11 դրամով որ բազմապատում եք 110 միլիոն դրամ տարեկան այդտեղ է օգտվում։ Հաջորդը պետությունը ամեն տարի այդ սպասարկման համար 10 միլիոն դրամ փող է տվել։ Այդ փողը չի տալիս։ Մյուսը ասեմ, այդ ջրանցքը մենք կյանքում ծախելու իրավունք չունենք, կառավարությունը գրել է, դու ծախելու իրավունք չունես։ Հաջորդը ասելա կյանքում վարկ դնելու իրավունք չունես։ Մյուսը ասելա թե այդ կանալի այդ խողովակները որ հանեք փոխեք նորը դնեք, վաճառելու իրավունք չունես, դա էլ էս հետ տալու պետությանը։ Դա էլ պետք է գազ բերես տաս։ Հաջորդը ինչ է շահել գյուղացուն ու պետությունն եմ ասում։ Այդ տարածաշրջանի ամբողջ գյուղական համայնքները մի օր մի հատ դժգոհություն չեն ունեցել ռոռոկման համակարգի հետ կապված, որովհետև մենք սպասարկել ենք իդեալական, բայց նենք չի որ սպասարկել ենք պարզ խոսանք պետության կամ մյուսի համար։ Այդ կորուստը որ չի եղել, ավել ջուր ա եղել, հոսանք ենք արտադրել, պետությանը հարկ ենք տվել, էժան հոսանք ենք տվել, մաքուր հոսանք ենք տվել։ Մենք էլ ավել փող ենք աշխատել, մեր քյարը որն է։ Պետության քյարը որն է։ 540 միլիոն ներդրում պիտի կատարենք Տիկին Բաղդասարյան։ Մի մասը այլ ենք մնացածը բլոկ եք դրել, չեք թողում կատարենք, 130 թե 150-ի չափ կատարել ենք։ Բայց մենք գնահատել ենք, որ սխալ ենք հաշվել, 540 չի ներդրումները, 750 պիտի լինի, 750 պիտի լինի Տիկին Բաղդասարյան։ Հիմա շարունակեմ, էլ ինչ է շահել մեր գյուղացին ու մեր պետությունը։ Այդ ներդրումների արդյունքում այդ ամբողջը, որ մենք կատարելու ենք, եթե օրից մի օր նենց ստացի, որ հեկը չաշխատի, կամ ուրիշին վաճառենք, էլի հետ ենք տալու պետությանը։ Իսկ մի գույք, որը որ դու կյանքում չես կարող վաճառել, գրավ դնել, Էտրա տրամաբանությունը, այդ ո՞նց եք մեզի տվել։ Ես ուրախ եմ։ Այ որ դուք ասում եք օտարել են, մեզ համաձայն եմ, օտարեք թող մեր անունով գրանցվի վերջնական, շնորհակալ կլինեմ։ Բայց վերջում Տիկին Բաղդասարյան, ապօրինի գույքի հետ կապված ու նաև ոչ միայն Տիկին Բաղդասյանը, քաղաքապետանում Տիգրան Ավինյանն 2 տարի ու կես մարտնչեցին այդ թեմայով, գալիս կանգնում էի քաղաքապետանի դեմը, ավտոն կանգնացնում էի, ասում էի, ով կա ժողովուրդ, եկեք գնանք, ինչ հարց ունեք, տվեք պատասխանեմ։ Ինչ հարց, ամեն վերջի հարցը պատասխանեմ։ Այնքան ձեռառնելու գործ էր դատախազությանը, այնքան ծաղրի առարկա էր։ Ու էլ եմ ասում, շնորհակալություն, որ դուք այդ թեման բացեցիք ու շնորհակալություն, որ դուք Շիրակի մարզից եք։ Շուշուտ գնում գալիս եք, միասին գնանք։ Բայց քանի որ հետ եք գնացել, շատ հետ եք գնացել, մինչև 78 թիվը, որ ապօրինի գույքը ո՞նց ա եղել հորս տունը, ասեմ, Ախուրյանի ջրամբարի բանվորից մինչև գլխավոր ինժեներ Սուիպետ հերս ա եղել։ Մալիկի շրջանի ամբողջ ռոռոկման համակարգը
հորս ձեռքի տակով անց է կառուցում, այդ են կարեպետության համար։ Ու այսօր էլ հպարտ եմ ես։ Ու պատրաստ եմ, ոչ միայն տիկին ներողություն, որ հա ձեր ազգանուն եմ տալիս, սա վերաբերվում է բոլոր ԿՊ-ականներին։ Տակը մնացել է 1.5 case։ Ման եկեք, մեկը կգտնեք, մյուսը ով որ գտավ ինձ թիրախավորելու ինչ case-ա 0.5-ը, դրամական պարգև։ Շնորհակալություն։ Սպասում եմ։ Խնդրում եմ եւ սպասում եմ։ Ցանկացած հարցը իրար հետ քննարկենք ուղիղ եթերով։ Խնդրում եմ։